Ոճրագործները պիտի պատժվեն։ Իրավացի է Նատալին, և դա կլինի արդար հատուցում։ Դաշնակցությունը պիտի դատավճիռ իրագործի։ Անհապաղ պիտի գործենք, ընկերներ։ Ինչ կարծիք ես, Արմեն Գարոն։ Որոշումը մեկն է, պիտի հատուցեն, վերջ։ Բարձր, Վերջ, վերջ։ մենք որոշեցինք, մնում է ընտրենք թեկնածուին։ Դե ինչ, ընկերներ, վճիռը կայացված է։ Ով է առաջինը։ Թալյաթը։ Վճռված է։ Գերմանիայում քեզ կօգնեն Մարջանովը և Ավետիք Իսահակյանը։ Սա էլ քո անցագիրը, Սողոմոն։ Մնացածի մասին կխոսենք Գերմանիայում։ Նկարում եմ տեսանյութ, որտեղ ես ներկայացնելու եմ Սողոմոն Թեհլերյանի մասին, հարմար տեղավորվեք, ես ներկայացրեցի։ Սողոմոն Խաչատուրի Թեհլերյանը ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին Բագարիճում, Արևմտյան Հայաստան, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Հետագայում ուսումը շարունակում է Երզնկայի համալսարանում, որն ավարտում է 1912 թվականին և 1913 թվականին տեղափոխվում է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա վերադառնում է Հայաստան և մասնակցում կազմավորական շարժմանը Անդրանիկի գնդում։ Սողոմոնը եղել է հայ ազգային ազատագրական գործիչ, վրիժառու, հայոց ցեղասպանության վերապրող, գնդակահարել է, երիտ թուրքերի ներքին գործերի նախարար և հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թայլատ Փաշային։ Այս պատմությունը քչերը գիտեն։ Մինչև Թայլատի մահը Նեմեսիսի որոշմամբ Սողոմոնը պետք է սպաներ հայ ազգի դավաճան Հարություն Մկրտչյանին։ Նա մեկն էր, ով ցուցակագրել էր շուրջ 250 հայ մտավորականների անուններ և թուրք ոստիկանապետի օգնությամբ այն հասցրել Թայլատ Փաշային։ Այդ ցուցակից ողջ մնացին հազիվ 10 հոգի։ Այստեղ են ասել, եթե ուզում ես թշնամին հարգի քեզ ու քո երկիրը, ապա սպանիր ու պատժիր ազգի դավաճաններին։ 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հարդենբուրգ փողոցում նա գնդակահարել է Թայլատ Փաշային և ձերբակալվել, սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։ Սողոմոնը պաշտպանվում էր 3 դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր, երկրորդը Ադոլֆ ֆոն Գորդոնն էր, իսկ երրորդը Յոհաննես Վիրթաունն էր։ Եվ դուք հենց հիմա կտեսնեք Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը։ Բայց նա հրաման է տվել կոտորել իմ ամբողջ ընտանիքը։ Մորս, հորս, քրոջս, գերդաստանս, ամբողջ ընտանիքս։ Ասացեք խնդրեմ, երբ որոշեցիք Թալյատ Փաշային սպանել։ Երբ մայրս խնդրեց այդ մասին։ Ձեր մայրը։ 2 շաբաթ առաջ մղձավանջներիցս մեկում տեսա մորս դիակը։ Նա վեր կացավ, մոտեցավ ինձ ու ասաց. Գիտես, որ Թալյատ Փաշան Բեռլինում է և ոչինչ չես անում։ Դու այլևս իմ որդին չես։
Երբ արթնացավ, որոշեցի սպանել նրան։ Ուրեմն ընդունում եք, որ ձեր ոչիրը կանխամտածված էր։ Ոչ։ Ես ինձ մեղավոր չեմ զգում։ Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Տարածված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Բելգրադի Դալմատիսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական Արարատ գերեզմանոցում։ Ի հիշատակ Թեհլերյանի հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյի իր գերեզմանում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։ 2019 թվականին Թեհլերյանի որդին Զավենը մայր աթոռին է նվիրել մի շարք բացառիկ փաստաթղթեր հոր արխիվից։ Իսկ այսօրվա համար այսքանը, հուսով եմ ձեզ դուր եկավ այսօրվա տեսանյութը և մի բան էլ ասեմ. տեսանյութը հանկարծ չփոխեք, այն դեռ չի ավարտվել։ Աշխարհ սարսեց հայ ու ահը, գետին ընկավ թուրքի գահը, պատմեմ ձեզ Թալյաթի մահը կինիլից, ընկեր ջան կինիլից, ծոմողաց անուշ, ծոմողաց անուշ, պատմեմ ձեզ Թալյաթի մահը կինիլից, ընկեր ջան կինիլից, ծոմողաց անուշ, ծոմողաց անուշ։ Դաշնակցություն ժողովարեց, Շունթալյատին նախ որոշեց, Թեհլերյանի վախտը բացվեց կինիլից, ընկեր ջան կինիլից, ծոմողաց անուշ, ծոմողաց անուշ, Թեհլերյանի վախտը բացվեց կինիլից, ընկեր ջան կինիլից, ծոմողաց անուշ, ծոմողաց անուշ։ Թալյաթ։ Շունթալյաթը փոխավերին, Թեհլերյանը հոսավերին, Զարգեր ջան քինքեց գետնին կինիլից, ընկեր ջան կինիլից, ծոմողաց անուշ, ծոմողաց անուշ, Զարգեր ջան քինքեց գետնին կինիլից, ընկեր ջան կինիլից, ծոմողաց անուշ, ծոմողաց անուշ։ Իշատակըտ միշտ բարավոր, շիրինի դույս կրիստավոր, բայց սկսանում չնոր հավոր կինիլից, ընկեր ջան